Տեսնեսով աստիպել աղջիկներին սկսել օգտվել ածելիից, նույն ինքը բրիտվայից։ Կար ժամանակ, երբ հիգիենան ու մազերի առկայությունը ընդհանրապես իրար հետ կապ չունեին։ Մինչև առաջին համաշխարհայինը։ Հենց այդ ժամանակ սկսեցին շուկայում հայտնվել բաց ոտքերով ու թևերով զգեստներ։ Մեզ բոլորիս հայտնի Gillette բրենդը սպառել էր տղամարդկանց շուկան եւ փնտրում էր նոր շուկա գումար աշխատելու համար։ Ու մտածում է, ինչ եթե վաճառեմ կանանց ամոթ։ Սև լիներ այդ օրը։ Այդպես Gillette-ը սկսում է ծաղրել այն կանանց, ովքեր հագնում էին բաց հագուստ առանց թևերը, թևատակերը ու ոտքերը սափրելու։ 1915 թվականի ամռանը կանանց բարձր հասարակությանը նվիրված Harper's Bazaar ամսագիրը հրապարակում է բաց հագուստով կնոջ նկար, ով ունի մաքուր, հարթ սափրած թևատակեր եւ իր հետ այսպիսի գրառում. ամառային նորաձևությունը եւ երեկոյան զգեստները կանանց համար սափրվելը դարձնում են անհրաժեշտություն։ Բոլոր կանայք վախից սկսում են գնել ածելի, որ չմնան ամոթով ու հետևեն նորաձևությանը, իսկ Gillette-ը սկսում է վայելել իր անսահման եկամուտը կանանց նյարդերի հաշվին։ Սա էլ մարքեթինգի ուժը։ Ինչ կարծիք եք այս երևույթի մասին։ Ես շատ վատ։